Երազիմ երկիր հայրենի Հոգսեր աչար հույսդ մեր Քարքարով Սա իմ երկիրն է չափերով այնպիսի, որ կարող եմ բարձրանալ հետս, թե մի հեռու տեղ գնամ, փոքրիկ ինչպիսի զերացած մայր, փոքրիկ ինչպիսի նոր տնված զավակ, իսկ քարտեզի վրա արցունքի մի կաթիլ, սա իմ երկիրն է չափերով այնպիսի, որ կարողացա տեղավորեմ սրտիս մեջ, որ չկորցնեմ հանկարծ։ Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես, ոչ լեզվից վրա, իմ սրտի միջից, թե սիրտը չխկես, դրոշի բոցը պտի հոժհրա, 1918 թվական, մայիսի 28, հայոց ազգային խորհուրդը վճռեց հռչակել Հայաստանի անկախությունը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը նորագույն ժամանակաշրջանի կարևոր իրադարձություններից է, վերականգնվեց վաղուց կորցրած անկախ պետությունը։ Հայաստան ասելիս այտերս հայրվում է, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում է, չգիտեմ ինչու է այսպես, Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է, Հայաստան ասելիս հասանքս ծաղկում է, չգիտեմ ինչու է այսպես, Հայաստան ասելիս աչքերս լցվում է, Հայաստան ասելիս թևերս բացվում է, չգիտեմ ինչու է այսպես, Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է, Հայաստան ասելիս Էլմահը ում շունն է, կլինեմ կմնամ այսպես։ Ես եմ անուշ Հայաստանի արավահամ բարնեմ սրում, մեր հին սրդի ողբանևան լացակոմացել արն է սրում, արնանեման ծաղիկների ու վարդերի բույր ավարման ու նայրան աճիկների հեզաճկում բարն է սրում։ Առաջին հանրապետության կազմավորման ժամանակ ընդունվեցին պետական խորհրդանիշները, զինանշանի, դրոշը և օրդերքը։ Օրդերքը մեր հայրենիք, հայրենասիրական երգն է, որի հեղինակն էր Բարսեղ Կանաչյանը, իսկ պետական դրոշը լինելու էր եռագույնը։ Շնորհակալություն Անդրանիկ Զորավար։ Ոտքի հայ ժողովուրդ։ Ով հայ ժողովուրդ դուր ենք ստացել, որ տեսնամին գրավելով Արևմտյան Հայաստանը, ուզում է գրավել Արևելյան Հայաստանը, պետք է զորքը հավաքենք և պաշտպանենք մեր հայրենիքը։ Թողիկոս դու պետք է տեղափոխվես Սևանի եկեղեցի քո անվտանգության համար։ Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրի, ապա ես ինքս կանեմ դա հազարամյա տաճարի շեմին։ Օր ու գիշեր հնչեցրեք եկեղեցու զանգերը։ Մայիսի 28, 1918 թվական հռչակվում է Հայաստանի առաջին հանրապետությունը։ Կարմիր Կապուտ Չերենագույն
Քրիստոս Աստված մեր, պահիր պահպանիր Հայաստան աշխարհս, քեզ հավատացող եւ քեզ հուսացող հայ ժողովուրդս, անթովանյալ սուրբ եւ պատվական խաչիվտկող իշխաղության, փրկյա, վերևելի եւ աներևույթ թշնամուն, արժանավորյա գույքյան փառավորե, ըստ քեզ անթոր եւ ընծրկող քույր, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Ես Գայանեն եմ, դասավանդում եմ Սոչի քաղաքի տիպ 29-րդ դպրոցում։ Ես եւ իմ գոլեգաները Ազատուհին եւ Գայանեն, որոնք նույնպես դասավանդում են հայոց լեզու եւ հայրենագիտություն ռուսական պետական դպրոցներում, որոշեցինք 2024 թվականի մայիսի 28-ը մեր աշակերտների համար դարձնել ել ավելի տպավորիչ, հետաքրքիր եւ ամոռանալի։ Մեր հայապահպան առաքելության սուրբ ճանապարհին մենք այս գեղեցիկ միասնական միջոցառմամբ եւ մեր սաներին եւ մեր ծնողներին եւ ինչու՞ չէ ինքներս մեզ ցանկացանք հաստատել, որ մեր ազգի գոյատևման խորհրդավոր բանալին դա մեր լեզուն է, մեր հավատքը, մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին եւ մեր միասնականությունը։ Շարժում է Արցյան դաշտ եւ ուղղություն վերցնում դեպի Երևան։ Թուրքական 10,000-ով զորախումբը շարժվում է Բաշ ապարան, նպատակ ունենալով շրջափակել Երևանը։ Մեկ այլ 10,000-ով զորախումբը շարժվում է Հարաքիլիսա։ Քաղաքն արդեն խոճապ է սկսվել։ Պետք է անապահ էվակուացնել Երևան քաղաքի բնակչությունը։ Վեհապար, թողեք Էջմիածինը եւ ապաստանեք Սևանի վանքում։ Փոխանցիր հայոց բանակին, որ ես տեղիցս չեմ շարժվի։ Ես երբեք չեմ թողնի սուրբ Էջմիածինը։ Եթե մեր զինվորները չկարողանան պաշտպանել այն, ապա ես խաչս կդարձնեմ սուր եւ ինքս կկրվեմ թշնամու դեմ։ Իսկ հետո էլ իմ դիակը կգտնեք սուրբ Էջմիածինի պարիսպների տակ։ Մեզ մնում է Երևանում մատիսներում կանգնեցնել ու ջաջախել ոսողին, այլ ընտրանք չունենք, մահ կամ ազատություն։ Ես իմ փոքրատիվ ուժերով կկրվեմ հենց Երևանում եւ դրանց դերը կփռենք հենց այստեղ։ Վեհապար, ես ձեզ խոսք եմ տալիս, որ կկրվեմ ու կպաշտպանեմ Էջմիածինը։ Թե հարկ լինի, այնտեղ էլ կմեռնեմ։ Հրամանում եմ ստեղծել պաշտպանական միջոցներ, ուժեղացնել Արաքսի գետնամցումների պահպանությունը։ Դուք ինչ կասեք, պարոն Դանիել Բեկտուրյան։ Պարոն Մանուկյան, իմ զորքը պատրաստ է հարձակման։ Առավոտյան ժամը 6-ին նախահարձակ կլինենք։ Սարդարապետի ջոկատը հաջողությամբ շրջանցեց թուրքական պաշտպանության ձախ թևը, դուրս եկավ թշնամուտի կունքը եւ անցավ հարձակման։ Թշնամին գլխովին ջաջախվեց Բաշապարանուն, որտեղ էլ դրոն պսակեց իր փարահեղ հաղթանակը եւ մեկ ընդմիշտ վերացրեց Երևանի սպառնացող վտանգը։ Սարդարապետի Բաշապարանի Հարաքիլիսա հաղթանակները Երևան քաղաքի ռազմական հոգևոր ղեկավարության Արամ Մանուկյանի, Գևորգ 5-րդ կաթողիկոսի, Մովսես Սիրիկանի, Դրոյի Դանրել Բեկ Փիրուփյանի եւ Բրունսկվատ հայ ժողովրդի վճռականության արդյունքն էր։ 1918 թվականի մայիսի 28-ը արձանագրումն է մեր ֆիզիկական փրկության եւ քաղաքական վերածննդի, արձանագրումն է մեր ժողովրդի արիության եւ բասկի ուժի։ Ես չնայած նրան, որ մենք բարդ ու ակասական ժամանակներում ենք ապրում, միևնույն է, մայիսի 28-ը եղել եւ մնում է մեր օրացույցի ամենակարմիր օրը, մեր պատմության փառահեղ էջերից մեկը, ինչը երբեք չպետք է մոռացության մատնվի։ Այո, պետք է եւ պարտավոր ենք հիշել, եւ մենք, ջմենաբնակ հայերս, այսօր հավաքվել ենք այստեղ, մեկ անգամ եւս հիշելու, հպարտանալու եւ առաջ նայելու հավատով լցված։ Երազիմ երկիր,
հայրենի Հոգսեր աչար հույսոտ մեծ Քարքարով երկիր Երազիմ երկիր հայրենի Հոգսեր աչար հույսոտ մեծ Քարքարով Ես հայրենիքս գրկած եմ ապրում, որ ամենուրեք նրա շունչ են զգամ։ Իմ դեմքի վրա, իմ կրծքի վրա զգամ թրթրուն զարկերը սրտի, որով հաստատ է հավերժությունը մեր գոյատևման։ Ես հայրենիքս գրկած եմ ապրում, որ նրա ազնիվ ու տոհմիկ արյան կան չժարանգեմ հոգու ճիշտ որպես, որ որպես ազգիս արյան պահապան գուրգուրեմ նրան սիրահարի պես։ Ես հայրենիքս գրկած եմ ապրում։ Մանուշ Հայաստանի արվահամ բարն եմ սիրում, մերին սենսի ողբանավակ լացուկումած լարն եմ սիրում, արնանաման ծակետների ու վարդերի բուրը վարման, ու նայերան աղջկների զեջկում բարն եմ սիրում։ Ուրեք լինեմ, չեմ մորանա ես ողբազեն երկերը մեր, չեմ մորանա աղոտ գդարձած երկատագիր գրերը մեր, ինչքան էլ սուր սիրտս խոցեն արին անգամ վերքերը մեր, Էլի ես որ ու արնավար, իմ Հայաստան յարն եմ սիրում։ Մայիսի 28-ին մեր գեղագիտական կենտրոնում մենք անցկացրեցինք մի գեղեցիկ հրաշալի օր։ Հայաստանի առաջին հանրապետության օրը, երբ ամեն հայի սրտում հույս ու հավատ է ներշնչվում, որ մի օր մենք կրկին ունենալու ենք ծովից ծով Հայաստան։ Գեղագիտական կրթությունը մեծ դեր ունի անհատի զարգացման և ձևավորման գործում։ Որոշեցինք նկարչությունը անցկացնել յուրովի։ Նկարեցինք բոլոր նկարները մեր եռագույնով, որտեղ կարմիրը մեր անցած դժվար ուղին է, հայ ժողովրդի թափած արյունը։ Կապույտը մեր ձգտումն է ապրել խաղաղ երկնքի տակ, իսկ նարնջագույնը մեր ժողովրդի ապրելու, ստեղծագործելու, արարելու անկոտրուն ձգտումն է։ Նախ եւ առաջ երեխաներին ծանոթացրեցինք մեր պատմության կարևոր էջերին։ Մեր Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներին,
երգեցինք մեր օրհներգը։ Այնուհետև անցանք մեր ստեղծագործական գործին։ Այս 3 հոգեհարազատ գույնով երեխաներին նկարելը գերագույն զվարճանք պատճառեցին։ Ուզում եմ մեզ բոլորիս մաղթել, որ ամենակարող Աստծո լույսը մեզ միշտ առաջնորդի եւ բազում նորանոր ստեղծագործական մտքի թռիչքներ պարգևի։ Ուրիշ երկիր է, ծաղկած կնճիռ է իմ Հայաստանը, քարե Պարիսպ է ու քարե Խարիսկ, սիրավոր սիրտ է իմ Հայաստանը, իմ Հայաստանը ուրիշ երկիր է, լուսաշող ծիր է իմ Հայաստանը, ամրակուր շահեր է, դրախտավայր է, ինձ հայր ու մայր է իմ Հայաստանը։ Ես սիրում եմ իմ հայրենիքը, ես ապրելու եմ իմ հայրենիքում, իմ հողում, շենացնելու եմ այն, պաշտպան եմ կանգնելու ամեն թիզ հողին, այդպես են ինձ սովորեցրել իմ հարազատ հայկազունյաց դպրոցում։ Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա, իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես, դրոշիտ բոցը պիտի հուրհերա, չեմ ուզում գորալ իմ սիրո մասին, սակայն իմացիր, հայրենիք իմ մեծ, քեզ 100 տեղով խոցես թշնամին, բայց 1000 տեղով իմ սիրտը խոցվեց, ես ամբողջովին քոնն եմ հայրենիք, եւ մոմի նման ճամփեքիդ վրա, քո парքի համար, թե մի օր վարվեմ, մոխրաբից անգամ ինձնից չի մնա։ Հայաստան ասելիս, այդ տերը սայրվում են,
շալվում են, չգիտեմ, ինչու այդպես, Հայաստան ասելիս շրտում կշճակում է, Հայաստան ասելիս հասակս ծաղկում է, չգիտեմ, ինչու այդպես, Հայաստան ասելիս աչքերս լցվում է, Հայաստան ասելիս թևերս բացվում է, չգիտեմ, ինչու այդպես, Հայաստան ասելիս աշխարհը տունն է, Հայաստան ասելիս էլ մահը ում շուն Երազիմ երկիր հայրենի Հոգսեր աչար հույսդ մեծ Քարքարով